Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի Թափուր պաշտոնում ընտրության մրցութային փուլը հաղթահարած տեխնացու պարոն Լևոն Բալյանի վերաբերյալ հակիրճ կենսագրական տվյալներ։ Պարոն Բալյանը ծնվել է 1978 թվականին փետրվարի 16-ին Երևանում, բնակվում է Երևանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։ 94 թվականին ավարտել է Երևանի Վաղարժ Վաղարշյանի անվան թիվ 80 միջնակարգ դպրոցը, նույն տարում ընդունվել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը, որն ավարտելով ստացել է իրավաբանի որակավորում։ 96-ից 98 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2004-ից 2007 թվականներին սովորել է Հյուսիսային համալսարանում իրավագիտության մասնագիտությունը իրավագիտություն։ 99 թվականի հունվարից մինչև 22 թվականի դեկտեմբեր աշխատել է հարկադիր կատարման ծառայությունում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մասնավորապես 99-ից 2007 թվականներին ծառայության Երևան քաղաքի, Աչափնյակ եւ Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա, Ավան եւ Նորնորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժիններում որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու, մարզային բաժնի պետի տեղակալ։ 97-ից 98 թվականներին պարոն Բալյանը զբաղեցրել է ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 2008-ից 2016 թվականներին զբաղեցրել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնը, ծառայության Երևան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ, Ավան եւ Նորնորք, Աչափնյակ եւ Դավթաշեն, Արաբկիր եւ Քանաքեր Զեյթուն շրջաններում։ 2016-ից 2019 թվականներին եղել է ծառայության տեսչական, վերլուծական եւ աճուրդի կազմակերպման բաժնի պետը։ 2019-ից 2022 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 24 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է Արտադրության նախարարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում համակարգել է նախարարությանը ենթակա հարկադիր կատարումն ապահովող քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների, ինչպես նաեւ իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի աշխատանքները, եղել է կատարողական վարույթի մասին, պրոբացիայի ծառայության մասին օրենքների մշակման աշխատանքային խմբերի ղեկավարը, նախագահել է անչափահասների արտադրության խորհուրդը։ Աշխատանքի ընթացքում ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար արտադրության նախարարի եւ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով պարգևատրվել է տարբեր հուշանվերներով, շնորհակալագրերով։ Արտադրության գնդապետը անկուսակցական ամուսնացած է, ունի 2 որդի եւ 1 դուստր։ Պարոն Բալյանի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել ԱԱՑ, գլխավոր դատախազություն, դատական դեպարտամենտ, ոստիկանություն, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գույքային դրության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Ստացված պատասխաններով տեխնացուի բարեվարկության վերաբերյալ որևէ խնդրահարույց, մտահոգիչ տեղեկություններ չեն ստացվել։ Սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայացած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում տեխնացուի ընտրության մրցույթում ճանաչվել է հաղթող։ Շնորհակալություն, եթե հարցեր լինեն։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան, հարցերի համար գրանցում։ Գրանցված պատգամավորներ չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, շնորհակալ եմ։ Ձայնադրվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի տեխնացու Լևոն Բալյանին, մինչև 20 րոպե, պարոն Բալյան, համեցեք։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի Թափուր պաշտոնում տեխնացուի ընտրության համար ձևավորված մրցույթային խորհրդին նշված պաշտոնում իմ տեխնացությունը առաջադրելու եւ այս բարձր ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար։
Այժմ կփորձեմ հակիրճ ներկայացնել իմ մասնագիտական ճանապարհը եւ հանձնաժողովի կազմում իմ տեսլականը, իհարկե ձեր դրական քվեն ստանալու դեպքում։ Իմ մասնագիտական կյանքի ավելի քան 25 տարիները նվիրված են եղել հանրային ծառայությանը, զբաղեցնելով կրտսեր պաշտոններից մինչև ղեկավար պաշտոններ։ Շուրջ 23 տարի 1999 թվականից մինչև 2022 թվականը ծառայել եմ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։ 2022 թվականից մինչև 2024 թվականը զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, համակարգելով հարկադիր կատարման, գերակատարողական, պրոբացիայի ոլորտները եւ այդ ոլորտների կարևորագույն բարեփոխումների ընթացքը։ Այս տարիների ընթացքում պետական համակարգում իմ աշխատանքը, հատկապես հանրային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելը, քաղաքացիների հետ շարունակական շփումները ինձ հնարավորություն են տվել կուտակել առկա խնդիրների եւ հանրային ծառայության կառուցակարգերի վերաբերյալ ահռելի փորձառություն, որը կարծում եմ կարող եմ ներդնել առավել գլոբալ արմատական բարեփոխումների իրականացման գործում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իմ աշխատանքը եղել է մարտահրավերներով լի։ Հաշվի առնելով ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունների բնույթը, զգայունությունը, հանրության լայն շրջանակների առնչությունը, կոնֆլիկտայինությունը։ Այս տարիներին ինձ հնարավորություն են տվել խորն ու ամբողջական պատկերացում կազմել քաղաքացու խնդիրների, հանրային ծառայողից ունեցած ակնկալիքների, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ամենատարբեր օղակներում առկա թե փոքր թե համակարգային խնդիրների մասին։ Տեսել եմ մեր պետական ինստիտուտների ուժեղ եւ թույլ կողմերը, առանձին ոլորտներում իրականացված տասնյակ բարեփոխումների կենսագործումը եւ դրանց հարցում եղած խոչընդոտներն ու արդյունքները։ Իմ մասնագիտական ողջ գործունեությունը նվիրել եմ մեր իրավական համակարգի հզորացմանը, արդարադատության ոլորտի բարեփոխումներին, վարչարարության որակի բարելավմանն ու դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովմանը։ Զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, համակարգել եմ մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացումը միշտ չէ, որ եղել է հեշտ, եւ այս ճանապարհին ես երկու կարևոր սկզբունք եմ առանձնացրել։ Առաջինը, միայն լավ օրենքներ ունենալը երբեք բավարար չէ, երբ դրանք կիրառող կենսագործող ինստիտուտներն անկախ, հաշվետվողական եւ վստահելի չեն։ Եվ երկրորդը, փոփոխություն կատարելը պահանջում է ոչ միայն գիտելիք եւ փորձառություն, այլ նաեւ շատ հաճախ ավելի շատ խիզախություն, համառություն եւ բարեվարկություն։ Հանրային ծառայողի այս որակներին հավատարիմ լինելով, ես դրանք տարիների ընթացքում շարունակաբար կատարելագործել եմ։ Հարգելի պատգամավորներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առանձնահատուկ պետական մարմին է։ Այն ժողովրդավարության երաշխավոր, հանրային վստահությունը պաշտպանող մարմին է, ազդակ եւ հիշեցում մեր քաղաքացիներին առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս պաշտոնն ինձ վստահելու դեպքում ես կներդնեմ իմ փորձը, նվիրվածությունն ու անսպառ հավատն առ այն, որ հանրային ծառայությունը պետք է ծառայի մարդկանց ազնվությամբ, թափանցիկությամբ եւ բարեվարկությամբ։ Նույնիսկ ամենաօրինակելի կառավարումը դադարում է իր նպատակներին ծառայել, երբ հանրային շահը սկսում է ստորադասվել մասնավորին։ Այս առումով հանրային ծառայողի բարեվարկության երաշխավորումը եւ բարեվարկության պահանջների պահպանման պատշաճ վերահսկողությունը հանձնաժողովի առաջնահերթություններից են։ Նպատակ ունենալով ստեղծել ու գործնականում ապահովել հանրային ծառայողի այն կերպարը, որին քաղաքացին կվստահի։ Այս առումով կարևորում եմ պատասխանատու պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողների բարեվարկության նախնական եւ ընթացիկ ստուգումների օրենսդրական հիմքերի կատարելագործումը։ Միջազգային լավագույն փորձի խորն ուսումնասիրության արդյունքում պետք է ապահովի այս եզրակացությունների օբյեկտիվ, չափելի, հստակ հիմքերով տրամադրումը, դրանց արժանահավատության առնչությամբ հանրության վստահության բարձրացումը, բացառվի ցանկացած տեսակի խտրականություն կամ կողմնակալ վերաբերմունք, ու ապահովի այնպիսի ընթացակարգ, որ թույլ կտա հանրությանը վստահ լինել, որ պատասխանատու պաշտոններին նշանակվող մարդիկ բարեվարկության պահանջներին համապատասխանում են ամբողջությամբ։ Բարեվարկության ուսումնասիրությունների համակարգի շարունակական ու հետևողական կատարելագործումը կարևոր նշանակություն ունի նաև դատաիրավական բարեփոխումների իրական կենսագործման համար, քանի որ այն կարևորագույն նշանակություն ունի դատավորների, դատախազների եւ քննիչների նշանակման գործընթացում։ Հանձնաժողովի գործառույթների շարքում ծանրակշիռ դեր ունի շահերի բախման դեպքերի բացահայտումը։ Այս առումով կարևոր է հանձնաժողովի գործիքակազմի կատարելագործումը, այդ թվում հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնների հստակեցումը, շահերի բախման դեպքերի կատարելագործման եւ բացահայտման հարցում առավել ակտիվ ու ծանրակշիռ մասնակցությունը, շեշտը դնելով շահերի բախումն ենթադրող իրավիճակներում հայտնվելուց խուսափելու եւ նման դեպքերը կանխարգելելու պատրաստակամության վրա։
Հարգելի գործընկերներ, կարծում եմ բոլորս այն համոզմունքն ունենք, որ կոռուպցիան պետության եւ պետականության կայացման, հզորացման եւ զարգացման ճանապարհին հանդիպող ամենամեծ չարիքն է, որի առաջացումը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պետք է կանխարգելել։ Միայն կանխարգելման գործուն միջոցներով է հնարավոր կոռուպցիոն դրսևորումները այս կամ այն ոլորտներում հասցնել նվազագույնի։ Գործնականում հնարավոր կոռուպցիոն ռիսկերից ապահովագրելու համար պետք է ներդրվեն հստակ մեխանիզմներ, այդ թվում թե նորմատիվ, թե մեթոդական ուղեցույցային մակարդակում, ապահովելով ողջ պետական համակարգում վարչարարության որակի բարձրացումը, հանրային իշխանության առավել մարդակենտրոնությունը, հնարավորինս բացառելով մարդկային գործոնով պայմանավորված կամայականություններն, այդ թվում նվազագույնի հասցնելով հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունն, այն դեպքում, երբ հնարավոր է օրենսդրորեն հստակ սահմանել տվյալ դեպքում կիրառելի լիազորությունը։ Կոռուպցիան միայն իշխանության չարաշահումը կամ հանրային ծառայողի անհիմն հարստանալը, անձնական օգուտներ ստանալը չէ։ Կոռուպցիան ժողովրդավարությունն իր ամենահիմնարար ուղղություններով քայքայող երևույթ է, որն ուղղակի սպառնալիք է թե օրենքի առջև հավասարության, թե հանրային ծառայողների բարևարկության եւ թե հանրային իշխանության նկատմամբ քաղաքացիների վստահության համար։ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պետական քաղաքականության հիմքում եւ նպատակակետում դրված է ժողովրդական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու հրամայականը, կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե լրացուցիչ միջոցառում է, այլ հանրային իշխանության գոյաբանական հարց։ Կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներն անժխտելի են։ Ազդարարման համակարգի ներդրումից մինչև նվերների ռեեստրի ստեղծում, բարևարկության ստուգումների համակարգից մինչև էթիկայի հանձնաժողովների ձևավորում, բայց աներկբա է ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի կենսագործման եւ հակակոռուպցիոն հետագա բարեփոխումների համատեքստում կարծում եմ կարևոր նշանակություն ունի բարևարկության հարցերով կազմակերպիչների եւ էթիկայի հանձնաժողովների ինստիտուտի կատարելագործումը, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների իրականացմանը, առավել արդյունավետ թվային ժամանակակից գործիքների ներդրումը, արկա գործիքների կատարելագործումը։ Թեև բարևարկության հարցերով կազմակերպիչների եւ էթիկայի հանձնաժողովների ինստիտուտն արդեն տարիների պատմություն ունեն եւ դրանց շարունակական կատարելագործման ուղղությամբ գործնական եւ օրենսդրական քայլեր են կատարվել, այնուամենայնիվ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման, հանրային ծառայողների բարևարկության բարձրացման եւ ամրապնդման համատեքստում կարևորագույն դերակատարում ունենալով պայմանավորված, կարծում եմ արկա է արդյունավետության բարձրացման ուղղությամբ առավել գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն։ Այս առումով գտնում եմ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն մի կողմից բարևարկության հարցերով կազմակերպիչների անկախության երաշխավորմանը, օրենսդրական եւ գործական երաշխիքների ապահովմանը, նրանց գործառույթների հստակեցմանը, մյուս կողմից բարևարկության հարցերով կազմակերպիչների կարողությունների շարունակական զարգացմանը, հանրային ծառայողների շրջանում բարևարկության հարցերով կազմակերպիչների հանդեպ վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին միանալու իմ մոտիվացիան այն է, հավատում եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ հանրային ծառայության այնպիսի համակարգ կառուցելու մեջ, որտեղ ազնվությունը ոչ թե բացառություն է, այլ ստանդարտ, որտեղ հանրային ծառայողները գիտեն, հաշվետվողականությունն անխուսափելի է եւ որտեղ յուրաքանչյուր քաղաքացի վստահ է, պետական յուրաքանչյուր մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ առաջնորդվում է հանրային շահով։ Շատ լավ գիտակցում եմ այս պաշտոնը ստանձնելու դեպքում սպասվելիք աշխատանքի պատասխանատվությունը։ Կոռուպցիայի կանխարգելումը կարգախոս չէ, այլ ամենօրյա համառ աշխատանք, շահերի բախման հստակ կանոններ, հանրային իշխանության թափանցիկության ապահովում, օրենքների ամբողջական կիրարկում։ Իմ կարիերայի ընթացքում ձեռք բերված փորձառությունն ու մասնագիտական հմտությունների շնորհիվ կարող եմ ծառայել այս նպատակին։ Հաշվի առնելով հանրային ծառայողի գործառույթների թվայնացման, արկա էլեկտրոնային համակարգերի կատարելագործման ոլորտում տարիների փորձառությունս, կարծում եմ, որ իմ փորձն ու գիտելիքները կկարողանամ արդյունավետ կերպով ներդնել հանձնաժողովի գործառույթներն իրականացնելիս, ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխան թվային գործիքների ներդրման։ Այդ թվում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման գործում։ Կարևոր նշանակություն ունեն նաեւ հայտարարագրման նվերների հաշվառման էլեկտրոնային համակարգերի շարունակական կատարելագործումը եւ այս համատեքստում այլ էլեկտրոնային համակարգերի հետ առավելագույն ինտեգրումն ու փոխգործելիությունը։ Հաշվի առնելով հանձնաժողովի բազմաշերտ եւ մեծածավալ գործառույթները, որոշակի պաշտոններում նշանակումներ կատարելու գործընթացում հանձնաժողովին վերապահված կարևոր դերը, գտնում եմ, որ հանձնաժողովում մեծամասամբ աշխատանքների կազմակերպումը, մասնավորապես անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, պետք է իրականացվեն թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինքնաշխատ եղանակով։
եւ հնարավորինս առանց մարդկային ռեսուրսների ներգրավման։ Կարծում եմ հանձնաժողովի աշխատանքում կարևոր նշանակություն պիտի ունենա ժամանակի արդյունավետ կառավարումը, տեղեկատվության օպերատիվ հավաքագրումը, ռեսուրսների առավել նպատակային բաշխումը, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետում տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության, որն էլ իր հերթին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմնին կազատի ժամանակի ավելորդ կորստից։ Հասարակության շրջանում տեղեկատվության փոխանակման եւ իրազեկվածության մակարդակը մեծացնելու նպատակով կարևորում եմ համագործակցությունը քաղաքացիական հասարակության լայն շրջանակի հետ, արժևորելով նրանց գիտելիքները որպես ոլորտի փորձագետների։ Պետք է կատարելագործվեն կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավվածությանը եւ հանրային վերահսկողության ապահովող գործիքները։ Հանձնաժողովի ինքնուրույնությունն ու անկախությունը օրենսդրորեն ու գործնականում երաշխավորելուն զուգահեռ պետք է նաև կատարելագործվեն եւ ընդլայնվեն հանձնաժողովի հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմները։ Հարգելի գործընկերներ, հանրային ծառայության բնագավառում այս տարիներին կուտակած փորձառությունը կարծում եմ կնպաստի իմ համեստ ներդրումն ունենալ հանձնաժողովի ինստիտուցիոնալ կայացմանը։ Շնորհակալ եմ ուշադրության եւ տեխնատությունս քննարկելու համար։